Ողջույն հարգելի հայրենակիցներ։ Կուզեմ այսօր խոսել մի քիչ ապրիլյան քարոզիա պատերազմի մասին։ Ես նախկինում բազմիցս շեշտել եմ ու նաև գրառումներ արել, որ ապրիլյան քարոզիա պատերազմը ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ ու ինձ համար առհասարակ շրջադարձային ժամանակ էր, որովհետև այդ ժամանակ էր, որ ես կտրուկ որոշում կայացրի Հայաստան տեղափոխվելու մասին։ Դրանից առաջ միշտ այդ միտքը կար, միշտ այդ միտումը ունեի, բայց երբեք ինչ որ մի բան չէր պատահել, որ ինձ դրդեր, որ այդ քայլին դիմեի։ Ու ապրիլյան քարոզիա պատերազմը իրոք ինձ համար այդ ահազանգն էր, բայց հետո ես հասկացա տարիներ անց, որ 2016 թիվը ու առհասարակ այդ ապրիլյան քարոզիա պատերազմը ոչ միայն մեծ նշանակություն ուներ իմ համար, այլև մեր ժամանակակից պատմության համար, որովհետև շատերը կարծում են ինչ որ մի սովորական բախում էր, սահմանային ինչ որ բախում էր, որը մի քանի օր տևեց, բայց իրականում ես հետո հասկացա, լավ ուսումնասիրելով, լավ հասկանալով, թե ինչ է կատարվում մեր երկրի դեմ, հասկացա, որ 2016 թիվը այն տարին էր, երբ 21-րդ դարում, այս նոր դարաշրջանում հայոց պետականության դեմ պատերազմը սկսեց։ Հենց մեր թշնամիների կողմից։ Այդ ժամանակ արդեն մեր թշնամիները նորից իրենց կոալիցիան ստեղծել են, այս ռուս-թուրք սիոնիստական դաշինքը, որը ես սիրում եմ ասել, երևի ես միակն եմ, երևի չէ հաստատ միակ քաղաքական գործիչն եմ Հայաստանում, որը հստակ ասում է, որ նման դաշինք կա։ Ու նա պարզաբանեմ ինչ նկատի ունեմ։ Ռուս-թուրք սիոնիստական դաշինք ասելով ես նկատի ունեմ, որ այդ երեք ուժերը անկախ իրենց տարաձայնություններից, իրենց միջև տարաձայնություններից միշտ համախմբվում են մեր պետական շահերի դեմ։ Կարող են ռուսները, թուրքերը տարաձայնություններ ունենան, նախկինում բազմիցս պատերազմել են միմյանց դեմ, կարող են թուրքերը ու սիոնիստները ինչ որ խնդիրներ ունենան, բայց երբ հայկական հարցն է բարձրանում, միշտ համախմբվում են մեր պետական շահերի դեմ, որովհետև ոչ մեկին ձեռնտու չէ, որ այս տարածաշրջանում գոյություն ունենա հզոր հայկական պետություն։ Ու դրա համար այդ երեք ուժերն էլ օգտագործում են Ադրբեջանին որպես պրոքսի պետություն, ուղղված Հայաստանի դեմ։ Նախկինում օրինակ Ռուսաստանը, Թուրքիան ուղիղ են հարձակում Հայաստանի վրա, ինչպես 100 տարի առաջ 1920 թվականին, իսկ հիմա օգտագործում են Ադրբեջանին որպես պրոքսի պետություն, ու ինչպես գիտենք, Ադրբեջանն էլ պրոսիոնիստական, պրոիզրայելական պետություն է, որը ամբողջությամբ ֆինանսավորվում է եւ աջակցություն է ստանում հենց Իսրայելից, սիոնիստներից։ Այնպես որ դա պետք է լավ հասկանանք, բայց 94 թվականից մինչև 2016 թվական սառը պատերազմ էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այդ ժամանակ ինչ որ շատ թեժ բաներ չէին պատահում, այո, սահմանին բախումներ կային, բայց սկսեց ամեն ինչ թեժանալ հենց 16 թվականի ապրիլյան քարոզիա պատերազմի ժամանակ։ Ու պատահական չէ, որ դրանից 2 տարի առաջ Ռուսաստանը սկսել էր իր նվաճողական քաղաքականությունը վարել։ Ղրիմը գրավեց 2015 թվականին, Սիրիայում զորք մտցրեց, որ Ասադին պաշտպանի։ Այդ ժամանակ ճիշտ ասած ես կարծում եի, որ Ռուսաստանը իրոք ինչ-որ հակագլոբալիստական ինչ-որ մի ուժ է, ու այս օրվա Ռուսաստանը սովետի շարունակությունը չէ, ու Պուտինը իրոք ինչ-որ մի հակագլոբալիստական առաջնորդ է։ Բայց հետո հասկացա, որ սխալ էի, որովհետև այսօրվա Ռուսաստանի վարած քաղաքականությունը ճիշտ սովետի վարած քաղաքականությունն է, ու ինչպես սովետի վարած քաղաքականությունը ցարական Ռուսաստանի վարած քաղաքականության շարունակությունն է։ Իրարից շատ քիչ են տարբերվում։ Այ իհարկե մանրամասնություններ կլինեն, բայց իրականում ավելի ծայրահեղ դրսևորումը սկսեց հենց այո բոլշևիկներից, որովհետև ինչպես գիտենք բոլշևիկների զգալի մասներ իրականում ջհուդներ էին եւ այդ շարժումը ֆինանսավորվում էր նույնպես սիոնիստներից, որովհետև ուզում էին գահանգեցանեն բոլոր թագավորությունները Ռուսաստանում, Եվրոպայում, ինչպես արեցին, սա այլ թեմա է, սրան արժի մի անգամ անդրադառնալ, բայց սա պետք է հասկանանք։ Ինչպես արեցին Թուրքիայում, երիտուրքերի ձեռքով, հենց երիտուրքերը ծպտյալ ջհուդներ էին ու ծպտյալ սիոնիստներ պետք է իրանք գահանգեցանեն Աբդուլ Համիդին, որ Իսրայելը ստեղծեն, բայց ամեն դեպքում թուրքերի ու սիոնիստների շահերը համընկան այդ ամենի մեջ։ Դրա համար այդ եմ ասում շատ անգամ
գրեթե ամեն անգամ նրանց հակահայկական շահերը համընկնում է բոլորինը։ Մի խոսքով ապրիլյան պատերազմը, այո, նոր սկիզբն էր 21-րդ դարում ու դրա համար ահազանգ եմ ես համարում աշխարհում սփռված բոլոր հայերի համար։ Եվ ես որոշեցի այդ ժամանակ, որ պետք է մի բան անեմ։ Այդ ժամանակ ինձ թվում է մեր թշնամիները ուղղակի փորձ էին անում, տեսնեն թե մենք ինչպես կարձագանքենք այդ ամենին, թեստ էր էլի, տեսնեն մենք որքան համախմբված ենք, ու տեսան բավականին մեծ էր այդ համախմբվածությունը եւ ես էլ զգացի այդ ժամանակ երևի ես երբևէ այդքան հպարտ չի եղել հայ լինելու համար էլի, որովհետեւ իրոք տեսա այդ դիմադրության ոգին։ Ու որոշեցին դա կոտրեն, մարդկանց հիասթափեցնեն, մի խեղկատակին իշխանության բերելով, բայց ամեն դեպքում պետք է քաջ գիտակցենք, որ այս բոլոր 4 ղեկավարները մեկը մյուսի շարունակողն է եղել, մեկը մյուսի գործի շարունակողը, որովհետև բոլորը միասին աստիճանաբար մեզ տարան խայտառակ պարտության։ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունեց հաղթանակը 94 թվականի մայիսի 12-ը չնշեց որպես հաղթանակ, այնինչ դա հենց հաղթանակ էր ու հետաքրքիր է, որ մենք գնանք մարդկանց հարցնենք, թե մեր հաղթանակի օրը որն է, 99%-ը, եթե ոչ ավել, վստահ եմ, չեն կարող այդ հարցին պատասխանել։ Ես էլ այդ մտածում եմ դրա մասին, ինչու ենք մենք միայն Շուշիի ազատագրումը նշում, որովհետև Շուշիի ազատագրումը 92 թվականին էր, բայց պատերազմը 2 տարի շարունակվեց, այսինքն Շուշիի գրավումը ազատագրումը իրականում սկիզբն էր պատերազմի, որ այդպես նայենք։ Մի խոսքով չճանաչեցին հաղթանակը, եկավ հաջորդ նախագահը, որը շարունակեց այդ նույն ստատուս քվոն պահել, հետո եկավ մյուսը, որը մեզ տարավ փոխզիջումների, այսինքն մենք հաղթանակած պետություն ենք, բայց այնպես էին բանակցում, կարծես թե պարտված պետություն լինենք։ Ու հետո եկավ այս վերջին գերագույն խրտվիլակը, որը վերջին հարվածը տվեց։ Ու պետք էր նման մեկը գար իշխանության 18 թվականին, ոչ միայն նրա համար, որ ամբողջությամբ դավաճան է, այլև նրա համար, որ պետք էր ինչ-որ մի հակառուսական հեղափոխություն լիներ, իբր հակառուսական։ Դրա մասին էլի խոսել եմ, բայց արժի մի առանձին խոսեմ դրա մասին, որովհետև շատերը չեն հասկանում, ասում են, հա, դե Ժորժը բերեց Նիկոլին, բայց չեն ասում, թե ինչու հենց Նիկոլին, ինչու ոչ որևէ մեկին։ Նախ Սերժը չբերեց, նա ուղղակի հրաման էր կատարում Կրեմլից, նա ճար չուներ։ Վերևից եկավ հրամանը, որ դու պետք է լքես ու պետք է քո փոխարեն մեկը գա, ինքը չէր կարող ուղղակի Նիկոլին բերեր դներ, որովհետև դա հեղափոխություն չէր լինի, մարդիկ դա չէին ոնց որ ընդունի, կասկածեին, պետք է ինչ-որ մի կեղծ հեղափոխություն անեն ու արեցին։ Մի խոսքով, ես գիտեի, որ այդ պատերազմը լինելու էր նորից, դա ընդամենը ոնց որ, ինչպես ասացի, թեստներ, փորձներ, ու այդպես էլ եղավ 2020 թվականին նորից սկսեց պատերազմը, ու այդ ժամանակ ես գիտեի ինչ պետք է անեի, առանց վարանելու իրերս հավաքեցի, մեկնեցի Զինկոմ ու գնացի Մարտակերտ, ինձ տարան Հայհատեր գյուղը, որտեղ ծառայեցի սկզբից մինչև վերջ, մինչև նոյեմբերի 15։ Ու դրանից հետո էլ, ինչպես գիտենք, Արցախի հայաթափումը եղավ, ու այս ամեն ինչը, ինչ որ կատարվում է մեր հետ այսօր, ոչ թե 23 թվականին է սկսել, ոչ 20 թվականին, ոչ էլ 18 թվականին, այլ հենց 16 թվականին։ Այս ամեն ինչը, որ պատահում է, այս վերջին 10 տարում, պատկերացրեք, թե ինչքան բան է պատահել մեր երկրի դեմ այս վերջին 10 տարում։ Այդ ամեն ինչը սկսել է 16 թվականի ապրիլյան քարոզիա պատերազմից։ Այդ պատերազմը մինչև այսօր շարունակվում է։ Ադրբեջանը անում է այն, ինչ մենք պետք է անենք նրանց դեմ 94 թվականից սկսած։ Նրանք մինչև վերջ ուզում են քաղել իրենց կեղծ հաղթանակի պտուղները, այն հաղթանակը, որը ձեռք բերեցին մեր երկրում գործող դավաճանության պատճառով, Կրեմլի աջակցության պատճառով, բայց նրանք մինչև վերջ գազ են ուզում տան ու ստանան իրենց ուզածը։ Ու դա իրականում նորմալ է, մենք դա պետք է անենք, ոչ թե Արցախն
մեր հաղթանակը կասկածի տակ դնենք, ասենք դե մենք Արցախյան հարց դեռ պետք է լուծենք, մի միֆական բան էին դարձել, Արցախ-Ղարաբաղյան հարցը, կարծես թե Հայաստանում մի 5-10 հոգի գիտի թե ինչպես պետք է լուծել այդ հարցը, այնինչ լուծված էր հարցը։ Մեր ազատամարտիկները արյուն են թափել, զոհաբերել էին, մարտնչել էին, արծաթե սկուտեղի վրա իրենց հանձնել էին ազատագրած Արցախը, 3 տարում ազատագրեցին Արցախը, տվեցին այս դավաճան նեոբոլշևիկներին, որ նրանք ընդամենը թղթով վշտականապես ամրագրեին այդ հաղթանակը, Արցախը միացնեին Հայաստանին ու անցնենք առաջ, մտածենք Նախիջևանը ազատագրելու մասին, սկսեցին պարտուղական քաղաքականություն վարել։ 26 տարում չկարողացան այդ Ղարաբաղյան հարցը լուծել։ Ու հիմա հայրենասիրության մասին են խոսում, հիմա մեր անկախությունը ամրապնդելու մասին են խոսում։ Իրենց դնում են լուրջ ու իրատեսական քաղաքական գործիչների տեղ, ու ինձ նման մարդկանց ասում են ռոմանտիկ, անիրատես։ Այդ մենք տեսանք ձեր լրջությունը ու իրատեսությունը մեզ ինչ օրի է հասցրել։ Ու մենք տեսանք թե այդ ռոմանտիկ ու անիրատես ազատամարտիկները 3 տարում ինչ արեցին, բայց դու 26 տարում չկարողացաք անել։ Թող դրա մասին մի լավ մտածեն, ու այդքան խոսում են։ Ու ցավոք, այսօրվա մեր ամբողջ քաղաքական դաշտը իրականում նույն այդ քաղաքականությունն է վարում, պարտուղական քաղաքականությունը, կապ չունի ընդդիմություն, իշխանություն, շատերը միայն այս ազգադավ ԿՊԱ-ականների դեմ են խոսում, բայց կեղծ ընդդիմության քաղաքականությունը ոչ մի ձևով չի տարբերվում։ Ոչ մեկը չի ասում, այս տեխնացուներից ով կա, որ ասի, մենք պետք է պարզ վերլուծենք, թե ինչ պատահեց 20 թվականին, տեսնենք ով է դավաճանել, ովքեր, ու մենք պետք է պատասխանատվության ենթարկենք նրանց։ Ով է նման բան ասում։ Ես նման բան չեմ տեսել։ Ես նման մի քաղաքական գործիչ չեմ տեսել, որ նման բան ասի։ Խոսքը այս երևացող դեմքերից է։ Հիմա մարգինալներ կլինեն ինձ նման, որ կասեն։ Չգիտեմ ինչքան հետևողական, բայց կլինեն։ Չեն ասում Արցախը բռնազավթվեց, մենք պետք է պատժենք նրանց, ովքեր պատասխանատու են այդ դավաճանության համար, պետք է ամբողջությամբ չեղարկենք ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլև օգոստոսի 8-ը, որը հենց նոյեմբերի 9-ից է բուծվել, այդ պարտվողական դավաճանական փաստաթուղթը, որը մեզ ավելի խորն է գցել այս ռուս-թուրքական վանդակի մեջ։ Ոչ մի տեխնացու դրա մասին չի խոսում, բոլորը խաբում են, ասում են խաղաղություն, ուժեղ խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, իրական խաղաղություն, ոչ մեկը չի ասում, որ մեր ազգը, մեր պետությունը կործանման եզրին է կանգնած ու մենք պետք է պատրաստ լինենք լուրջ ու երկարատև պայքարի, մենք պետք է բարձրացնենք մեր մարտական ոգին, մենք պետք է վերածվենք ուժային գործոնի, մենք պետք է ջախջախենք թշնամուն, ոչ մի տեխնացու դա չի ասում։ Հալավ հասկացանք, եթե երկրի առաջին դեմքը դա չի կարող ասել, բայց դուք ընդդիմություն եք, ընդդիմությունը թող ասի։ Հենց ընդդիմությունը դրա համար է, որ նման բաներ ասի, որ տարբերվի։ Եթե նույն բանն է ասելու տարբեր ձևերով, ինչով է տարբերվում։ Ուրեմն ոչ մի ձևով չի տարբերվում։ Ուղղակի ամբողջ ազգին դրել են էշի տեղ, դրել են ապուշ մանկամիտի տեղ, որովհետև կարծում են ժողովուրդը իրենց պես ապուշ ու մանկամիտ է։ Բայց կան շատ քիչ հայեր, ովքեր գիտակցում են այս ամենը։ Ու մենք գիտենք, որ ազգի ճակատագիրը միշտ կախված է եղել փոքրամասնությունից, որ փոքրամասնությունն է կարողանում ազգի ճակատագիրը որոշել։ Բայց մենք պետք է դա հասկանանք, գոնե այդ փոքրամասնությունը, գոնե ազգի 1-ից 2%-ը։ Թե ինչ է կատարվում, հերիք է մենք ինքնախաբեությամբ զբաղվենք։ Ամեն անգամ այս ընտրաշավները, որ մոտենում են, մարդիկ խաբվում են։ Կարծում են, այս կամ այն մարդը այդքան վատը չէ։ Հույս են կապում այս համակարգի հետ, այն նույն համակարգին, որը տարիներ շարունակ դատապարտել են ու մերժել են, սկսում են նորից խաբվել։ Հետո նորից հիասթափություն են ապրում ու սուզվում են խորը անտարբերության մեջ, հետո չեն հասկանում, թե ինչու այդ ամենը պատահում։ Ու էտա մենք այս իրականության մեջ ենք ապրում, այդ իրականությունը, որը թեժացավ հենց 16 թվականին, ապրիլյան քարոզիա պատերազմի ժամանակ։ Ու զավեշտալի է նորից ասեմ, որ այս կառավարությունը, որ այսքան դավաճանություն է գործել նոյեմբերի
9 ստորագրելով դրանից առաջ մեզ միտումնավոր պարտության տանելով օգոստոսի 8-ը ստորագրելով դրանից էլ առաջ Արցախի հայաթափման ժամանակ ոչինչ չանելով ու այս նույն մարդը արցախցիներին փախած է համարում։ Ես չեմ ասում արցախցիների արածը ճիշտ էր կամ սխալ էր։ Ես տակ տեղի չեմ սիրում խոսել։ Ես այդ իրավիճակում չեմ եղել։ Բայց ամեն դեպքում, եթե երկրի ղեկավարը դավաճանում է ժողովրդին, չի կարող ակնկալել, որ ժողովուրդը մինչև վերջ պայքարի, ինչպես ասել եմ բազմաթիվ անգամ, սա պետք է հասկանանք։ Դա էլ ենք տեսնում, չէ՞, ասենք ընդդիմադիր քաղաքական գործիչները մեղադրում են Գերագույն խրտվիլակին, որ նման բան է ասել, բայց ոչ մեկը այդ պարզ բանը չի ասում։ Ոչ մեկը չի ասում, եթե այդպես դավաճանություն է գործել, ինչու է նման բան ասում, ինքը իրավունք չունի նման բան ասելու։ Լավ օրինակ կուզեմ բերել։ Ամերիկայում 95 թվին, 94 թվին մի հատ Waco, Texas-ում քաղաքում փոքր քաղաք էր, եթե չեմ սխալվում, այնտեղ մի հատ աղանդ էր ու աղանդ էր, բայց զենքերի կողմն էր, էլի, զենքի իրավունքի, զենք կրելու իրավունքի կողմն էր, ու այդ ժամանակ դեմ էին, էլի, Ամերիկայի ներկայիս կառավարությանը, Քլինթոնի կառավարությանը, ու FBI զորքերը ներխուժեցին ու հրկիզեցին այդ ամբողջ տունը, մի երկար պատմություն է մի խոսքով, հիմա չմանրամասնեմ։ Ու դրանից մի տարի հետո, ճիշտ նույն օրը, մի ամերիկացի, սպիտակ ամերիկացի ռմբակոծում է, պայթեցնում է Ամերիկայի Federal FBI-ի այդ շենքը, Օկլահոմա քաղաքում։ Հետո նրան ասում են, հարցնում են դատի ժամանակ, էլի, բա որն էր դրդապատճառը, ինչու արեցի նման բան։ Ասում է, դե եթե կառավարությունը իրեն հանցագործի պես է պահում, չպետք է զարմանա, երբ իր դեմ հանցագործություն է գործում։ Չպետք է զարմանա, որ սովորական քաղաքացիները հանցագործ են դառնում։ Ու դա շատերին, ասենք, ապշեցրեց, որովհետև չէին հասկանում։ Հետո հասկացան, որ այդ ապրիլյան, կներեք, այդ Օկլահոմա պայթումը հենց այդ արձագանքն էր։ Ինչ պատահեց դրանից մի տարի առաջ։ Խի եմ դա ասում, ես իհարկե չեմ ողջունում նման բաներ, դատապարտում եմ ցանկացած, ասենք, ահաբեկչական այդպես գործողություն, ուղղակի մենք պետք է հասկանանք, թե ինչու են մարդիկ գնում նման քայլերի։ Եթե այդ դեպքը չլիներ, եթե կառավարությունը իրեն չպահեր հանցագործի պես, քաղաքացիները այդ հանցագործությունը չէին անի։ Եվ նույնպես այստեղ, եթե իշխանությունները չդավաճանեին Արցախին, եթե նման բաներ չանեին, եթե իրանք ձեռքները չլվային Արցախի հարցից, արցախցիները այդպես չէին անի։ Եթե ոգևորեր ժողովրդին, ասեր պայքարեք մինչև վերջ, մարտնչեք թշնամու դեմ, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, հեսա զորք ենք ուղարկում եւ այլն, այդ ժամանակ վստահ եղեք, որ կկռվեին մինչև վերջ։ Սա գիտեմ, նախորդ անգամ ասացի, բայց կներեք, պետք է երբեմն կրկնեմ շատ բաներ, որովհետև ամեն անգամ չէ, որ բոլորը լսում են այս հաղորդումները։ Ու այդպես հիմա այդ նույն քաղաքականությունը Բաքվի բռնապետը շարունակում է, Ադրբեջանի հանցագործ ռեժիմը շարունակում է, ուզում են վերածել Հայաստանը արևմտյան Ադրբեջանի, ու զարմանալի է, որ դա պարզ ասելով, նույնիսկ ոսոխը պարզ ասում է այդ ամենը, բայց Հայաստանում դեռ մարդիկ կան, ովքեր ասում են ամեն ինչ լավ է լինելու։ Ամեն ինչ լավ ոնց կարա լինի, եթե այս նույն բանը շարունակում է, եթե հաղթանակած պետությանը տարան այս խայտարակ պարտության, բա պարտված պետություն ժառանգելով ինչ են անելու։ Դա ոչ մի տրամաբանական չկա։ Հա, լավ կլինի, եթե մենք պայքարենք, եթե մենք դիմադրություն ցուցաբերենք, իհարկե լավ կլինի, բայց եթե մենք ոչինչ չենք անում ու սին հույսեր ենք փայփայում, իհարկե լավ չի լինելու։ Մենք պետք է պատրաստենք վատին, բայց այո, հուսանք լավին, բայց միանշանակ պետք է պատրաստ լինենք վատին։ Մեր հայրենակիցները կարծում են, դե ճիշտ ասած էս դավաճաններն են մեղավոր, այս նեոբոլշևիկ դավաճանները, ովքեր բռնազավթել են մեր պետությունը, այո, նրանք են մեղավոր, որ
ասում են, որ Արցախն են միակ խնդիրը, էլի Արցախը տվեցինք, հիմա խաղաղ ապրում ենք, հիմա խաղաղություն ենք բերել։ Արցախը դավաճանելով, ասում են խաղաղություն են բերել։ Ասում են սխալ ենք, որ մենք Արցախյան հարց բարձրացրինք։ Ասում են, որ Արցախյան հարցը թակարդ էր։ Բայց շարունակում են հեգնականորեն ասել, որ պայքարում են Հայաստանի անկախության համար։ Չես կարող Արցախին դավաճանել, Արցախի համար չպայքարել, հետո ասել, որ պայքարում ես անկախության համար, դա հակասություն է։ Ով ինչ ուզում է ասի։ Մեր հայրենակիցներն հիմա կարծում են, որ դե Արցախը ստացան, հիմա կարանք առևտուր անենք, հավասարը հավասարի հետ, խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ։ Ոչ։ Այդ պարզ ասում են, ես պարզ ասում են, ամենաանկեղծը հեգնականը այնա, որ ամենաանկեղծը մեզ հետ այսքան ժամանակ, հենց այդ Բաքվի բռնապետն է եղել։ Ավելի անկեղծ է մեզ հետ եղել, քան այստեղի նեո-բոլշևիկ դավաճանները, ովքեր ամեն անգամ խաբում են։ Գոնե այդ սրիկան մեզ անկեղծ ասում է ինչ է ուզում անել։ Ու չի թաքցնում։ Դա երևի իր միակ լավ հատկանիշն է։ Ու մենք դա պետք է հասկանանք։ Դա չի դադարի, մինչև Հայաստանը վերածվի Արևմտյան Ադրբեջանի։ Շատ մեր հայրենակիցները իրենց առևտրականի պես են պահում, կարծում են հատավեցինք Արցախը, հիմա կարող ենք հանգիստ իրար հետ ապրել հավասարի հետ։ Ոչ, իրանք ուզում են ամբողջությամբ գերակայություն հաստատեն Հայաստանի վրա ու դառնան այս Հարավային Կովկասում թիվ 1 պետությունը։ Ընդհանրապես հայոց պետականությունը վերացնեն։ Ու դա նաև մտնում է ռուսական ծրագրի մեջ, որովհետև հզոր հայկական պետության կերտումը միշտ վտանգ եղել Ռուսաստանի կայսրությանը, միշտ սպառնալիք է համարվել։ Դրա համար են միշտ մեր մեջքին հարված է ռուսները։ Սրա մասին էլ կխոսենք մի ուրիշ անգամ։ Մի խոսքով պետք է հասկանանք, որ այս ինչ որ կատարվում է մեր հետ շատ լուրջ է, շատ վտանգավոր է ու կապ ունի նաև միջազգային իրադարձությունների հետ։ Հիմա մենք տեսանք, թե Իրանը կարծես ինչ որ նորից հրադադար է կնքվում։ Երկրորդ փուլը ավարտվել է Ամերիկան Իրանի պատերազմի միջև, բայց վստահ եմ, որ կարա լինի երրորդ փուլը։ Ու այդ անգամ շատ ավելի մեծ է լինելու։ Բայց մենք տեսնում ենք, թե Իրանը ինչպես կարողացավ դիմադրություն ցուցաբերել աշխարհի ամենահզոր բանակին, առանց ծնկի գալու, առանց խաղաղություն մուրալու։ Մենք պետք է դա օրինակ վերցնենք։ Եթե նրանք կարողանում են Ամերիկայի դեմ պատերազմել առանց ծնկի գալու, ուրեմն մենք կարող ենք հավասար չափ պետության հետ նույնը անել։ Խոսքը Ադրբեջանի մասին է։ Իրանը չէր կռվում, ասենք Սաուդի Արաբիայի դեմ կամ Պակիստանի դեմ։ Կռվում էր Ամերիկայի դեմ, աշխարհի ամենահզոր բանակի դեմ։ Այն նույնը, ինչ ասենք, մենք օրինակ կռվենք Իտալիայի դեմ, օրինակ եմ ասում։ Կամ չգիտեմ։ Երևի Իտալիան ճիշտ օրինակ չէ, բայց մի խոսքով մեզնից շատ ավելի բարձր կարգի պետություն, ով ավելի շատ ռեսուրսներ ունի։ Բայց մենք խոսում ենք միայն Ադրբեջանի մասին այս պահին։ Մեր ժողովուրդն անընդհատ այդ վախի մեջ են պահում, որ այս չանենք, այն չանենք։ Եթե մենք ադրբեջանցիների ուզածը չանենք, պատերազմ կլինի, պատերազմա լինելու։ Հա լավ, բա երբ է կարմիր գիծը քաշելու։ Երբ են կարմիր գիծը քաշելու, ասեն լավ, եթե այս կարմիր գիծը խախտվի, այս անգամ մենք հաստատ պատերազմի մեջ ենք մտնելու։ Այս անգամ հաստատ ուժով պատասխանելու ենք։ Պետք է կարմիր գիծը քաշեն, չէ՞։ Դա ո՞րն է լինելու։ Ինչու՞ չի քաշում։ Լավ, ենթադրենք դա է մեր իրական Հայաստանի սահմանները։ Այդ 28900 քառակուսի կիլոմետր Հայաստանը։ Հիմա արդյոք նա պատրաստ է ժողովրդին տանել պատերազմի, եթե հանկարծ խախտվի, եթե մի 100 քառակուսի մետրով նվազի այդ թիվը։ Նա դուրս է գալու ասի ժողովրդին, դե ժողովուրդ ջան, մեր իրական Հայաստանի սահմանները խախտվեց, հիմա մենք պետք է մտնենք պատերազմի, մենք պետք է ուժով պատասխանենք։ Ո՞նց է ժողովրդին ոգևորելու։ Չի կարողանալու։ Որովհետև ժողովրդին պատրաստել է խաղաղության։ Ժողովուրդը դուրս է գալու ասի, բա ասում եք խաղաղություն է լինելու։ Մենք ո՞նց պետք է հիմա պայքարենք։ Մենք չենք պատրաստվել պատերազմի, մենք հոգեպես իսկի պատրաստ չենք։ Մենք այսքան տարի միայն առևտուր ենք արել,
քեֆ ենք արել, ու լավ ժամանակ ենք անցկացրել, մենք չենք պատրաստվել ոչ մի ձևով։ Այդ ժամանակը ինքը դուրս կգա, կասի, դե եթե պատրաստ չեք ձեր անկախության համար պայքարել, դե մեզ արդյոք անկախություն պետք է։ Այդ է տանք պրծնենք ու նոր խաղաղ ապրենք լրիվ, առանց պետություն, մեզ արդյոք պետություն պետք է, ինչպես Արցախը պետք էր։ Արցախն է տվին, թող Հայաստանն է տանք, վերջանա։ Սա է սրանց դավաճանական քաղաքականության շարունակությունը։ Ինչ ասում են, խաբեությունն է։ Թե իշխանությունները, թե ընդդիմությունները, բոլորը հայ ազգին դավաճանում են, բոլորը հայ ազգի շահերը ոտնահարում են, ու բոլորը միասին մեր ամբողջ երկիրը տանում են կործաման։ Սա չափազանցություն չէ։ Ու մեր միակ հույսը այն է, որ իրական հայ ազգայնականները հիմիկվանից կազմակերպվեն գաղափարով, միանան, ովքեր որ կան, ու պատրաստվենք այդ ճգնաժամին, որը գալու է։ Ու խոսքը մոտ ապագայում է իրականում, շատ հեռու էլ չէ։ Այդ ժամանակ մենք կկարողանանք այդ քաոսի ժամանակ կարգ ու կանոն հաստատել, մեր հայրենակիցներին ճիշտ ճանապարհը ցույց տալ, որ պայքարն է միակ ճանապարհը, որ մարդիկ խուճապի չմատնվեն, որովհետև երբ այդ քաոսը գա, պետք է լինելու իրական հայ ազգայնականներ, ովքեր կարողանան ճիշտ ճանապարհը ցույց տալ, ճիշտ ուղղությամբ մեր ազգին համախմբել։ Դա լինելու է մեր վերջին հնարավորությունը եւ պետք է պատրաստ լինենք դրան։ Պետք է հիմիկվանից պատրաստվենք։ Այսօր այսքանը։ Դուք դիտում եք հոսանքի ազգային կանչը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։